Տեր տարում կներկայացնեք, ինչ կատարվեց ներսում։ Ուրեմն սիրելիներ, ինչպես արդեն նշեցի, ես այսօր եկա, որպեսզի ներկայանամ կարգապահական հանձնախմբին։ Ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս իմ ծառայական եւ ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում, տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները, եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես անուններ չեմ տալու, ձեզ հայտնի են, վերջին ժամանակներում բոլոր անդամներն էին ներկա դեր հայտ։ Խնդրում եմ մնացյալ հարցերը ճշտել տեղեկատվական Ինչ եք խուսափում Տեր Տարոն ներկայացնելուց։ Սիրելիներ, մնացյալ հարցերը ճշտել կարգապահական հանձնախմբին։ Քնիսկ կա հայ առաքելական եկեղեցում մեկ միաբան, որ իրավունք ունի ձեր հարցը քննարկել։ Հիմա տեսեք, ինչ հանձնախումբ որ կա, ինչ որ նշանակված է, ովքեր որ ինձ սպասում էին, ես իրենց հետ հանդիպեցի, ես նախապես չթաքցրեցի, որ ես չեմ քննարկելու, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց որ իսկ վարքը քննելու է։ Ես կարծում եմ, որ ես գաղտնիք չեմ խոսում եւ բոլորդ էլ լավ հասկանում եք, ինչի մասին է խոսքը, ու մասին է խոսքը։ Խուսափում եք անուններ տալուց Տեր Տարոն։ Բայց ինչու եք խոսում, ասում եք բոլորը հասկանում են, ակնարկներով եք խոսում։ Սիրելիներ, մնացյալ կարծիքները թողնում եմ ձեզ։ Տեր Տարոն, մինչև վերջ կպատմեք ինչ եղավ, այդքան ասացի։ Այդքան ես ասացի, որ թույլ տվեք, ես հրաժարվեմ այս կազմի հետ։ Ես ամեն ինչը պատմեցի, այդքան ասացի եւ դուրս եկա։ Ակնկալում եք, որ կաթողիկոսը պետք է հեռանա մյուս քահանաների նման Տեր Արամի, ովքեր ունեն այդ պահանջը։ Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մի մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա։ Ես չեմ ուզում անուններ տալ։ Դա ժողովուրդը կարող է գնահատել։ Դա Աստված կարող է համարել, ժողովուրդը կարող է համարել։ Ես ով եմ, որ դա համարեմ։ Դուք ձեր ծառայությունը լիարժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Լրագրողների եւ լրագրողները պարտավոր են ձեզ հարցեր։ Շատ լավ։ Ես էլ ձեր հարցերին պատասխանել եմ եւ պատասխանում եմ եւ պատասխանելու եմ։ Կան հարցեր, իրականացրել եք թե ոչ։ սիրելիներ, կան հարցեր, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Հիմա դուք ինձ այնպեսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ, երբ որ գնամ դրախտի եւ դժոխքի մի վարքյան։ Դժոխքի եւ դժոխքի աշխարհ բաժանի ժամանակ կիմանամ եւ կհասկանամ։ Ֆիզիկապես եղել։ Ես սիրելիներ, չեմ ուզում շատ մանրամասնել, միայն սա ասեմ եւ ներողություն խնդրեմ, պիտի գնամ, որպեսի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպումը լուսաբանված լինի եւ արդարացի լինի։ Ինչպես լուսաբանենք, երբ դուք անգամ չեք ուզում անուններ տալ։ Պատարագին այս հրավերը կարգապահական հանձնախմբին մասնակցելը, քանի որ դուք այնտեղ պատարագ եք մատուցում նաև։ Սիրելիներ, տեսեք, ինձ հետ կապված հարցերը կարգապահական հանձնախմբի, ես պատահական չէ, որ հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, դուք տեսել եք բոլորը, թե ինչ հրավեր է, որի մեջ նշված է, թե ինչ հարցերով պետք է ինձ քննել։ Այդ հարցերին ես չեմ անդրադառնա, քանզի դա իմ ներքին անձնական հարցն է եւ դա իմ եւ եկեղեցու միջև հարաբերությունների հարցն է։ Ինչ վերաբերում է կներեք եւ եկեղեցու հարաբերություններ։ Չի ասի, ինչ վերաբերում է Հովանավանքի պատարակներին իմ մասնակցությանը, ես այնտեղ մասնակցել եմ։ Միշտ, երբ որ ինձ լրագրողները մոտեցել են, ես բոլոր նրանց հարցերին պատասխանել եմ, երբեք չեմ խուսափել։ Ես իմ հայացքները այնտեղ արդեն իսկ հնչեցրել եմ։ Հանձնախմբի հետ կապված։ Նույն հարցերը ինձ տալիս։ Հանձնախմբի հետ կապված, ներողություն, հա, Ինչ վերաբերում է ես Թարենին կմասնակցեմ, թե չեմ մասնակցելու, դա դեռ կորոշեմ։ Հանձնախմբի հետ կապված, որ ասում եք այս կազմը, այս նույն կազմն է ձեզ օծել որպես քահանա, դա ընդունել եք։ Սիրելիներ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Ուղիղ պատասխանում եմ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Այս տաճարի մեջ։ Ում օրնած Միրոնով Տեր Տարոն։ Իսկ ձեզ որևէ բան խոստացել եք Միրոնով գալու համար։ Մայրաթոր հայ առաքելական եկեղեցու օրնած Միրոնով։ Ձեզ որևէ բան խոստացել եք եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել եք։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Դուք Ռուսաստան տաքսի վարել եք, եւ իշխանության հանգով եկել այստեղ։
Տեր Հայր։ Իշխանության հրանգով։ Այո։ Սիրելիներ, Տաքսի վարել եք Ռուսաստանում։ Թեմում Ռուսաստանում եք եւ Սիրելիներ, պատարագին մասնակցել Սիրելիներ, տեսեք։ Ձեր ծառայության վայրում չէիք, չէ՞, Տեր Հայր։ Սիրելիներ, տեսեք։ Իմ ծառայության վայրում լինել չլինելու մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ, լրատվության հայտնի է, որ ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից, Բագրատ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, այո, իհարկե լինում է, Բագրատ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Հիմա նույն Սրբազանից մինչև իհարկե, նույն Սրբազանից մինչև իր արձակուրդ գնալը ես ինքս արձակուրդ եմ վերցել, Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Տարբերություն շատ շատերի։ Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալի կամ իշխանության որևէ հրահանգ, ես դրան արդեն իսկ պատասխանել եմ, որ ես շարժվում եմ իմ համոզումներով եւ ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացած ովքեր որ ինձ ինչ որ բան կասեն չեն ասի, դա չի նշանակում որ ես դա կարող եմ անել կամ ինչ որ մեկ ինձ ուղղորդում է։ Սիրելիներ, ես կարծում եմ որ Աստված ինձ այնքան միտք է տվել, որպեսզի ես կարողանամ ինքս իմ որոշումները կայացնել։ Ամեն մարդ էլ սխալական է, ես էլ կարող եմ սխալներ գործել եւ մեղա Աստծո թող Աստվածների ինձ եթե մի սխալ բան գործեմ, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելու, դրա համար ներողություն խնդրելու, իմ ժողովրդից բոլորից եւ դրա համար ապաշխարելու։ Ես կարծում եմ, որ մեր շատ եկեղեցականների, հատկապես բարձրաստիճան, հենց խնդիրը սրանում է, որ մենք քրիստոնեաբար չենք վերաբերում մեր սխալներին։ Այո, մենք բոլորս էլ մարդ ենք, կարող ենք սխալվել, բայց դրա համար այդ սխալը մաքրելու, շտկելու համար Աստված մեզ ճանապարհը ցույց տվել է։ Հայ առաքելական եկեղեցին ունի այդ ճանապարհը, դա գաղտնիք չէ սիրելիներ։ Թողնել այնտեղ հիմա շատ բարձր բաներից եք խոսում։ Մենակ ձեր հեռախոսը Խնդրում եմ հերթով տարբեր հարցեր եք տվել։ Հեռախոսը ինչու ես պիտի թողնեմ։ Ինչ եմ անում, ինչ եմ անում, ինչու է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ հեռախոսը թողնել։ Վարչապետի մոտ գնալիս երբ որ պահանջվի թողնել, չեք թողնելու։ Սիրելիներ, ես ամեն պահի կայացնում եմ համապատասխան որոշում։ Եթե ես այս պահին կարծում եմ, որ իմ հեռախոսը թողնեմ տունը, տնից դուրս գամ, թողնում եմ տանը։ Եթե այս պահին ստացվել է, որ հեռախոսը ինձ մոտ է, ես չեմ կարծում, որ հայ առաքելական եկեղեցում հոգևորականի հետ խոսելու համար պիտի պահանջի հեռախոսը ինչ որտեղ թողնել։ Դա ինձ համար արդեն իսկ աբսուրդ է, բայց դա մի կողմ։ Ես ինչու պիտի իմ հեռախոսը թողնեմ, եթե ես եկել եմ հոգևորական մարդկանց հետ ինչ-որ բան հոգևոր թեմաներ խոսելու։ Մի մակարդակի վրա լինեք Տեր Հայր։ Ինչ կապ ունի մակարդակը։ Հիմա մեկը մտնի բան գողանա, ինձ ասի արի իր այդ գողանանք մի մակարդակի ենք, մենք էլ ենք գողանում, դու էլ գողացի։ Հեռախոսը Կառավարություն իշխանության ներկայացուցիչների մոտ գնալիս էլ չեք թողնել։ Սիրելիներ, Իմանանք, որպեսզի հետևեն։ Կամ դեսպանատներ ավելի հավանական է դեսպան։ ես երբևէ նման խնդիր չեմ ունեցել եւ դրա մասին մտածելու կարիք չեմ ունեցել եւ կարծում եմ հիմա դա մանր հարցեր է տալիս։ Չեք գալուցում իշխանությունների եւ եկեղեցու միջև այս հերակաբան ավեջին, վարչապետը օրինակ կաթողիկոսի հեռացումն է պահանջում, կիսում եք այս մոտեցումը թե ոչ։ Ինձ թվում է կարևոր հարց եք տալիս, որին թերևս ես ավելի ուշ կանադառնամ։ Իսկ չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական դաշտում։ Ինչպես։ Նույն Հովհաննավանքում պատարագին մասնակցել։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը ինձ հրավիրել Հովհաննավանքում պատարագին մասնակցելու։ Դուք կարծում եք, որ Տեր Արամը իմ ընկերն է, իմ սենյակում է բնակվում ենք միասին մի քանի տարիներ ճեմարանում, սենյակակից ենք եղել եւ մեր մտքերը վաղուց են հատվում։ Բագրատ Սրբազանը ձեր ավակ ընկերը չէ Տեր Հայր։ Ժամանակներ եւ ես Տեր Արամին մոտ գալու նրանից նրա խնդիրը լսելու, չնայած ես նրա խնդիրներին գրեթե միշտ տեղյակ եմ եղել, համար ինձ պիտի վարչապետը կանչեր, որ ես իմ ընկերոջ հետ ինչ որ բան խոսեմ կամ որևէ տեղ, որևէ արտակում նրան հաջակցեմ կամ նրա մատուցված պատարագին ես գնամ եւ իմ օգտակարությունը փորձեմ բերել, նրա ձեռքից հաղորդություն ստանալ, ինչու՞ չէ նաեւ նրան օգնել հաղորդություն բաժանել ժողովրդին։ Սրա համար կարիք կա, որ ինձ
որևէ մեկը հրավիրել։ Տեր Տարոն ներեցեք։ Ինչպես։ Կաթապահականը երբ հրավիրի ձեզ էլի չեք գալու ճիշտ հասկացանք ձեզ։ Ներեցեք կարելի է այս հարցը ճշտեմ։ Ինչպես։ Այլևս չեք գալու ձեր հարցով քննարկմանը, որտեղ կազմում Սիրելիներ, քանի հստակ ասեմ ձեր հարցին հստակ պատասխանեմ։ Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալու։ Իսկ եթե որևէ որոշող Աստված է, բայց ես այդ կարծիքը ունեմ։ Առանց ձեզ եթե որևէ բան որոշի, օրինակ Ստեփան Ասադրյանի մասով դուք ասում եք, որ առանց իր ներկայության են կարգալույծ արել, դադել են, ես դա անվավեր եմ համարում եւ այլն։ Ասադրյանում նկատում։ Դուք լավ գիտեք ում նկատում։ Կարգալույծ եղած Տեր Կարգալույծ Արամյանը։ եղած նախկին քահանային։ Եվ Դուք իր մասով ասում եք առանց իրեն են որոշել, որ պետք է կարգալույծ անեն եւ ես դա անվավեր եմ համարում, դուք եք ասել, եթե չեմ սխալվում, վերջին կիրակի։ հաստատում եմ։ Առանց ձեզ եթե որոշում կայացնի խորհուրդը, ինչպես կվերաբերեք այդ որոշմանը եւ ենթադրենք կարգալույծ անեն ձեզ, բացառում եք, որ պատարակներ չեք մատուցի, ինչպես ձեր սիրելի Ստեփան Ասադրյանն անում։ Սիրելիներ, երբ որ դա ինչ-որ որոշում լինի, ես այն ժամանակ բնականաբար կարձագանք եմ։ Ինչ վերաբերում է կարգալույծ կանանց չեն անի, դա իրենց որոշումն է։ Եվ հետո ես մի անգամ էլ առիթ եղել է կարգապահական հանձնախմբի կարգալույծ անելու իրավունք ունենալու թե չունենալու մասին Հովանավանքում այդ մասին արդեն խոսել եմ եւ հնարավոր չեմ բացառում, որ կարող են նաեւ դրան անդրադառնալ։ Տեր այլ դուք այնտեղ ասում եք, ես այսօր առավոտ եմ հենց լսել նորից, դուք այնտեղ ասում եք, որ առանց Ստեփան Ասադրյանի կամ ձեր խոսքով Տեր Արամի ներկայության են կայացրել այդ որոշումը իրեն կարգալույծ անելու։ Դրա համար դա անվավեր է։ Հիմա այսօր ասում եք այս կազմը։ Հիմա ինչով է վավերությունը կամ անվավերությունը որոշում։ Իսկ ձեր կարծիքով խնդիրը միայն մեկը պիտի լինի։ Խնդիրները կարող են տարբեր լինել։ Այո, դա էլ է խնդիր, որ առանց նրա ներկայության են քննել, քանզի նրան նա ներկայացրել է, որ կներկայանա եւ կներեք, թողեք պատասխանեմ սիրելիս։ Նրան ներկայացրել է, որ կգա, բայց չեն սպասել նրան։ Ինչով էր պայմանավորված։ Արդյոք այդտեղ միտում չկար, որ մինչև կիրակի օրը պիտի նրան կարգալույծ անեին։ Ես միտում տեսնում եմ օրինակ։ Դա մեկ, երկրորդը դա չի նշանակում, որ ուրիշ հարցեր չկան, ուրիշ հարցեր կան, այո, կարգապահական հանձնախմբի իրավական կարգավիճակի հարց կա, որին ես եւս անդրադարձել եմ, դա չի նշանակում, որ ես տարբեր բաներ եմ խոսում, ոչ, ես եւ նրա մասին եմ խոսել, եւ նրա մասին եմ խոսել։ Ներողություն, էլի Տեր Հայր, երբ որ ծառայության էիք անցնում, Հայ առաքելական եկեղեցում, չգիտեք, որ կարգերն օրինակ այսպիսին են, այդ հանձնախումբն է որոշում որոշելու նաեւ ինչ-որ մի օր ձեր կամ ձեր ծառայակից եղբայրների ճակատագիրը։ Ժամանակները փոխվում են։ Երբ ընտրում եք, որ պետք է գաք։ Ժամանակները փոխվում են, ժամանակների ընթացքում օրենքներն ու հանձնախմբերը եւս փոխվում են, օրինաչափությունները եւս փոխվում են։ Ես ձեզ ասեմ ավելին, կարգապահական հանձնախմբի հետ իմ այսօր ցանկություն չունենալը քննելու այդ հարցերը կապված են վերջին ժամանակների համացանցում հրապարակումների հետ կոնկրետ։ Ես չեմ կարող անուններ տալ։ Ես չեմ կարող անում, չեմ ուզում անուններ տալ, սիրելին։ Կարող եմ, բայց չեմ ուզում անուններ տալ։ Համացանցում օրը միլիոն հրապարակում է հայտնվում։ Սիրելիներ, մնացած մեկնաբանությունները թողնում ձեզ եւ իմ հայ ժողովուրդ։ Բայց դուք վստահ եք այդ ինֆորմացիան։ Հոգևոր ծառայություն իրականացնելը, տեսեք, հոգևոր ծառայություն իրականացնելը դա իմ կոչումն է։ Ես ինքս վերադարձել եք արդեն։ որևէ պաշտոնական արձակուրդից վերադառնալու այս պահին հարց չի քննարկվել, այս պահին չկա նաև նախագծում, բայց չեմ բացառում։ Իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ ես ասում արձակուրդ եմ հայտարարել։ Այնտեղ, որտեղ ես գտնվել եմ, ես միշտ այդ եկեղեցիներում պատարակների մասնակցել եմ, հոգևոր գործունեությամբ զբաղվել եմ։ Ինչքան ժամանակ առաջ եք գնացել։ Ես ուրեմն ասեմ, դա այդ հարցը շատ տեղին հնչեց։ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը ներկայիս ուրեմն Ազատություն ռադիոգայանի հարցազրույց տալու ժամանակ նշել էր, որ 2022 թվականից չեմ ներկայացել եւ լքել եմ ինձ ծառայության վայրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է այդ հարցում իմ հոգեվոր եղբայրին եւ ես կաղոթեմ իր հոգեփրկության համար եւ ես չեմ չարանում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է։ Ես 2022 թվականից ծառայել եմ
Տավուշի թեմում եղել եմ Հավարտի վանքի լուսարապետը եւ ես Սրբազան հորից թույլտվությունը իմ արձակուրդի ստացել եմ 2001 տարի կես առաջ, փետրվար ամսի 5-ին։ Ես ներողություն եմ խնդրում էլի։ Իսկ այնտեղ ծառայել եմ շուրջ 2 տարի։ Ներողություն, դուք ասում եք ազատությունում այսպիսի տեղեկություն է հայտնվել եւ հերքում եմ, դա սուտ է, բայց մի քիչ առաջ ասում եք համացանցում տեղեկություններ կան, որը կարծես հավատում եք, որոնց դրանց իսկությանը չեք կասկածում որևէ։ Ես կարգապահական հանձնախմբին չասեցի, որ որևէ մեկը մեղավոր է։ Ես խնդրեցի, որպեսզի քննեն իրենց անդամների հարցերը։ Երբ որ կքննեն, երբ որ կպարզվի, կհրապարակվի, ամեն ինչը պարզ եւ ճշմարտացի կդառնա, հաստատված կդառնա, այն ժամանակ էլ ես էլ իմ արձագանքը կանեմ, իմ պատասխանը կտամ։ Ինչպես կարձագանքեք, եթե Կարգալիցյանն հաջորդ նամակով ու տեղեկացման։ Դա է լավ հարց է, ես դրա մասին էլ կուզեի, որ հանրությունը իմանա։ Երբ որ մի մարդ իր երիտասարդ տարիներից սկսում է եկեղեցում ծառայել, օրինակ ես եկեղեցի եմ մտել 2004 թվականից, որ 15 տարեկան դեռ պատանի էի, ծառայել եմ եկեղեցում, հետո ճեմարան եմ եկել եւ բոլոր նման մարդիկ։ Գալիս են ճեմարան, այդքան տարիներ դժվարին ուսման process անցնում, այնուհետև ծառայում եկեղեցուն, այս ամենը հեշտ չէ, այնուհետև ինչ որ եկեղեցում, ինչ որ համայնքում գնում են, սոված օրեր են ունենում, անքուն գիշերներ են ունենում, այս ամեն ընթացքից հետո, երբ որ մարդը իր կյանքն է դնում հոգևոր ընթացքի մեջ, եւ Աստված էլ նրան օծում եւ շնորհ է տալիս, եւ մարդիկ էլ ժողովուրդն էլ իրենց շնորհակալություն են հայտնում տարբեր ձևերով, եւ մի օր միտեղ մի գրասենյակում ինչ որ թուղթ ստորագրվի, որ այլևս այս մարդը չպիտի ծառայի եւ այն էլ ինչ որ փակ պայմաններում, ինչ որ կմահաճույքների արդյունք, սա աբսուրդ է կներեք։ Ոնց կարելի է մարդու կյանքը խորտակել, եթե մարդը մեծ վարդապետական շեղում չունի, եթե մարդը մեծ անբարոյականության մեջ չի հայտնվել, ինչ որ նման մեծ հարցեր չկա մարդու կյանքում, ինչպես կարելի է վերցնել մի հոգևորականի եւ ասել ստորագրել, որ Աստծո շնորհը զրկում ենք, որ դու գնաս եւ գործես եւ մարդկանց քրիստոնեություն խոսես։ Սիրելիներ, այդպես չի եղել։ Ինչքան մարդիկ որ կան, որ այս ճանապարհով են կարգալույց արվել։ Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մարդկանց կարգալույցությունը անվավեր է եւ այդ մարդիկ պետք է Աստծո խոսքը քարոզեն, ծառայեն, ասեն։ Առանց այն էլ ամեն մի 1000 մարդու մի հոգևորական պիտի սպասավորի։ Հայաստանում ապրում են 3000 մարդիկ, 3 միլիոն մարդիկ, եթե մոտավոր թվերով խոսենք, եւ 3000 հոգևորականի կարիք կա, բայց այսօր հայ եկեղեցին Հայաստանում ծառայող Երևակայի 300 հոգևորական չունի։ Ոնց կարելի է վերջին մի քանի տարիներին, 1-2 տարիներին երևի շուրջ 150 մենակ սարկավագներ են եկեղեցին լքել, հեռացել, ոմանց կարգալույց են արել, ոմանք իրենք են հիասթափվել գնացել, սա աբսուրդ է սիրելիներ։ Ինչի՞ց են հիասթափվել։ Ինչի՞ց են հիասթափվել։ Սա եկեղեցու կործանումը, գիտեք, ես սրա մեջ եմ տեսնում։ Որ օգտագործում են մայրաթորին, գալիս են անվճար ուսում են ստանում, գնում են արտերկրում, անվճար սովորում են եւ դավաճանում են մայրաթորը։ Իսկ սա ինչպես եք որակում։ Շատ վատ։ Ես չեմ բացառում նման դեպքեր եւս, բայց ես կարծում եմ, որ նման դեպքերը շատ փոքր մաս են կազմում։ Ես այս եկեղեցու մեջ եմ սիրելիներ։ Ես արդեն 20 տարի ես եկեղեցու մեջ եմ եւ ես տեսնում եմ ինչ է կատարվում։ Ես ներսից գիտեմ ինչ է կատարվում։ Ես որ այսօր խոսում եմ, ես սկսել եմ շատ անհանգստանալ դեռևս 2 տարի առաջվանից։ Եվ ես սպասում եմ, որ ես մի օր պիտի խոսեմ եւ եկավ ժամանակը, երբ խոսեցի։ Տեր հայր։ Սիրելիներ, ես շատ ինֆորմացիաներ երբեմն ունեցել եմ, երբեմն դրանք կասկածի բաժնում են եղել, կասկածի հողի վրա են եղել, երբեմն ինչ-որ չափով են մոտեցել իրականությանը։ Ես այս պահին էլ դեռ շատ հարցեր կան, որ ինձ համար հարց են մնում։ Տեր հայր, ինչու հիմա տարիներ, ավելի քան 1 տարի անց որոշեցիք վերադառնալ Հայաստան։ Ես մի բան էլ ձեզ ասեմ, ձեր հարցին պատասխանեմ, ինչու հիմա սկսեցի խոսել։ Ես հիշում եմ որոշ ժամանակներ առաջ ես տեսա հարձակում իմ շատ սիրելի հայր Միքայելի վրա, Տաթևի վանքի, եւ դա ինձ համար պատճառ եղավ, որպեսզի ես հասկանամ, որ մոտենում է խոսելու ժամանակը, մոտենում է մեր եկեղեցին
մաքրելու Տեսակ ժամանակը։ Հացակոմ Միքայել Աջապատյանի նկատմամբ։ Մոտենում է մեր եկեղեցում արդեն այս մասին խոսելու ժամանակը եւ ես սպասում եի այն օրվան, երբ որ պիտի զգամ այդ խոսելու ժամանակը եւ ես այդ ժամանակը զգացի եւ սկսեցի խոսել։ Թվարկում եք Տեր հայր, թվարկում եք դեպքեր հարցնամ թույլ կտամ, հա Տեր հայր, թվարկում եք դիպվածներ, որոնք ձեզ վնասում են հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։ Օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները վնասում են հայ առաքելական եկեղեցու միջազգային հեղինակությանը։ Ձեզ ծանոթացել եք այդ հայտարարություններին։ Որ ճիշտն ասեմ, ընդհանրապես չեմ իմանում, չեմ ճանաչում, միայն վերջերս անընդհատ այդ անունը լսելով զարմանում եմ ով է այդ մարդը եւ վերջերս իմացա թե ով է ձեր նշած մարդը, միայն անունը գիտեմ, որևէ նրա հայտարարության ծանոթ չեմ եւ սիրելիներ, ես կարծում եմ, որ մենք պետք է Աստծո հայտարարությունները լսենք նախ եւ առաջ, թե մեզ Քրիստոս ինչ է ասում։ Ես դա եմ փորձում լսել, ես փորձում եմ միշտ կարդալ Աստվածաշունչը ամեն անգամ նորովի այն ընկալելով, հասկանալով եւ ամեն պահի նոր բան ինձ համար բացահայտելով։ Հավատացեք, Աստված խոսում է մեզ հետ եւ մենք բոլորին լսելուց առաջ նախ պետք է Աստծուն լսենք։ Ճշտում անենք, էլի խնդրում եմ, ուզում եմ հասկանալ ձեր հարցը հիմա քննարկվում է Հովհաննավանքում պատարագին մասնակցելու համար, թե նախորդ 1.5-2 տարվա ընթացքում հաղարծինում չլինելու։ Իմ հրապարակված նամակի մեջ նշված են այդ հարցերը, ձեր հարցի պատասխանը կա, 3 այնտեղ հարցեր են բարձրացված եւ բոլորը կարծեմ կարդացել են կամ ովքեր որ չեն կարդացել կարող են կարդալ։ Բայց դուք կապում եք իրար հետ, որովհետեւ հետ է կապված, բայց իրար հետ կապում եք։ Գիտեք ինչ, եթե ինձ հիշում են Հովանավանքի դեպքերից հետո, դա արդեն իսկ լավ չի։ Այսինքն ինչու մինչև այսօր ես չեմ կանչվել հենց Հովանավանքի դեպքեր եղան կամ երբ իմ հրապարակումը եղավ համացանցով, երբ որ ես սկսեցի խոսել, մարդիկ սկսեցին ինձ փնտրել։ Դա արդեն իսկ պատահական չէ, գիտեք։ Հետապնդման հարց չկա։ Ինձ հետապնդում են դևերն ու սատանաները, ամեն մի քրիստոնյայի եւ հատկապես ամեն մի քահանայի։ Ինձ էլ պաշտպանում են ոչ թե իմ, չգիտեմ, թիկնապահները, ինչպես որակում են ոմանք, այսօր երկրորդ հետ եմ եկել իմիջիալոց, հորաքրուշ ստվան է, այլ ինձ պաշտպանում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ Աստծուց աստորեշտակներից ավել պաշտպաններ չկան։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, որ կգա ժամանակը եւ կորոշեմ։ Դեռ չեմ որոշել, անկեղծ ասեմ։ Ուշադրություն եք։ Դուք չասացիք։ Անվելը կար քննարկմանը։ Խնդրում եմ այդ հարցերը ճշտել կարգապահական հանձնաժողովի։ Այդ հարցերը ճշտել տեղեկատվական համագարկից։ Այստեղ անցագրայինից եք հետ եկել։ Տեսեք, սիրելիներ, հասել եմ։ Ես ինչ որ ասել եմ, իմ պատմածի մեջ չկար, որ ես հասա այնտեղ, տեսա բոլորին, մտա ներս, ինչ եղավ։ Ամեն կարգը ես պատմեցի ձեզ, ոչ, այդ ամենը եղել է արդեն հստակ։ Սիրելիներ, եկեք ես նման հարցերի չպատասխանեմ։ Լավ, դուք այդ հարցերը կարող եք տեղեկատվական համակարգից։ Հիմա իրենք էլ դուրս կգան, իրենց էլ մոտեցեք։ Դեր հայ դուք Ռուսաստանում տաքսի վարել եք, թե ոչ, ուղիղ ասում։ Խնդրում եմ, անձնական հարցերի չանդրադառնանք։ Ես շատ հրապարակումներ են խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Անձնական հարցերի ես այս պահին չեմ ուզում անդրադառնալ։ Մարդու անձնական տարածքն են լուսանկարում հրապարակում, դա ինչ է որ չեք ուզում ասել։ Բանավոր եւ Սրբազանի Իրանգով որ ավելի ուշ այդ մասին գրել, ես գրել եմ եւ ներկայացրել եմ Տավուշի թեմի առաջնորդը։ Քարտուղարում։ ավելի ուշ, այսինքն Ինչեւ արձակուրդ գնալը։ Թող թվեք ես իմ հարցը ձևակերպեմ, ինչպես ցանկանում եմ։ Դուք իմ սխալները ուղղում եք։ Տերարամը նշում էր, որ կաթոլիկոսը ինքը կարգալից եղած է, դուք այդ մոտեցումը կիսում եք, թե ոչ եւ կարգալից եղած մարդը իրեն չի կարող կարգալից անել։ Ես չեմ ուզում առայժմ այդ մասին խոսել։ Խուսափում եք բոլոր հարցերից գրեթե։ Որակեք ինչպես կուզեք։ Ձեր իրավունքն է անկեղծ։ Որակում տեսնում ենք, որ ամեն դեպքում հաստատող կա, որ մի խնդրանք էլ ձեզ սիրելիներ ճշմարտության եւ ճշմարտության բացահայտման համար պայքարեք եւ աշխատեք։ Աստված օրհնի ձեզ։ Դրա համար եք եկել Հայաստան պայքարելու։ Աշխատության համար։ Կարելի է այդպես էլ ասել։ Ոչ միայն, բայց կարելի է այդպես էլ ասել։ Լավ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, որ բոլորդ այստեղ ներկայ եք։